Պարոն Մանուկյան, խնդրեմ դուք ամփոփեք նաև միասնական տոմսային համակարգի հետ կապված։ Պարոն քաղաքապետ, սկզբից կուզեի ներկայացնել գործընկերներիս կողմից հնչեցրած ժամանակահատվածի վերաբերյալ տոմսային համակարգում արձանագրված վավերացումների ցուցանիշները։ Մարտի 3-ից 16-ն ընկած ժամանակահատվածում տոմսային համակարգում արձանագրվել է 4.640.181 վավերացումներ, որից տրոլեյբուսներում 157.192, մետրոպոլիտենի կայարաններում 1.007.615 և ավտոբուսներում 3.475.374։ Պարոն քաղաքապետ, եթե թույլ կտաք, ներկայացնեմ նաև հունվար-փետրվար և մարտի 1-ի 10-օրյակի ժամանակահատվածում տոմսային համակարգի շահագործման արդյունքում գեներացված տվյալների հիման վրա ստեղծված որոշակի հաշվետվություն, վերլուծական տվյալներ։ Խնդրեմ ուշադրությունն էկրաններին, որպես հիմնական ցուցանիշ, խնդրեմ փոխեք, հաջորդ։ Որպես հիմնական ցուցանիշ բոլոր տեսակի տոմսերի վաճառքների քանակական տվյալներն են 17.743.372, այս թիվը ներառում է բոլոր տեսակի տոմսերը, այդ թվում մեկանգամյա երթերը մինչև 1 տարի տոմսը։ Հասույթը այս ընթացքում կազմել է 2.538.946.350 դրամ։ Այս 17.374.372 տոմսերից 213.021-ը կազմել են փաթեթային տոմսերը, որոնց ցուցիչները, հաջորդ սլայդը խնդրեմ, բաշխվում են հետևյալ կերպ։ Ամենապոպուլյար տոմսը դա 10 ուղևորության տոմսն է, 105.635, հաջորդիվ գալիս է 30 օր տոմսը 58.291, այնուհետ 180 րոպեն շուրջ 30.000 և այդպես շարունակ։ Խնդրեմ հաջորդ սլայդը։ Փաթեթային տոմսերի վաճառքները 213.021, որից 61.609 դա արտոնություններով տոմսերն են, կազմում է 29% ընդհանուր քանակի, և այս 61.609-ից 22%-ը կազմում են անվճար տոմսերը։ Խնդրեմ հաջորդ սլայդը։ Եվ 7%-ը զեղչով, իսկ հիմնականը կազմել է 71%-ը։ Արտոնություններով տոմսերի բաշխվածքը ըստ տեսակների հետևյալ դասավորությունն ունի, խնդրեմ փոխեք։ Ամենապոպուլյար տոմսը արտոնյալ դա 1 ամիս երկարաձգված տոմսն է, շուրջ 30.000 անվճար 1 ամիս տոմս, ինչպես գիտենք, ավելացավ հիմնական փաթեթներին, վերջի որոշման հիման վրա։ Եթե այս կտորը չդիտարկենք, քանի որ սա շարունակական բնույթ չի կրելու, արտոնություններով տոմսերից ամենապոպուլյարը դա կենսաթոշակառուներին տրամադրվող տոմսերն են, կազմում է 10.948, մյուսը տեղում արդեն հաշվանդամներ, ուսանողներ, զոհվածի ընտանիք, բազմազավակ ծնող և այդպես շարունակ։ Հաջորդը, որ կուզեի ներկայացնել, դա տոմսերի վավերացումներն են, տոմսային համակարգում այս ժամանակահատվածի ընթացքում արձանագրվել է շուրջ 20 միլիոն վավերացումներ, իհարկե առաջի տեղում ավտոբուսներով շուրջ 15 միլիոն, այնուհետ մետրոպոլիտեն շուրջ 4 միլիոն և 754.000-ից ավել տրոլեյբուսներով։ Մյուսը, որ կուզեի ներկայացնել, վավերացումները ըստ օպերատորների տոկոսային ցուցանիշները, շուրջ 20%-ը ընդհանուր ուղևորափոխադրումների դա մետրոպոլիտենին է բաժին ընկնում, 4%-ը տրոլեյբուսներին և 76%-ը ավտոբուսներին։ Հաջորդը սա փետրվարից մինչև մարտի 10 ընկած ժամանակահատվածում օրական կտրվածքով վալիդացիաների քանակն է, ինչպես տեսնում ենք, դրական դինամիկա է առկա։ Մյուսը կուզեի ներկայացնել
տոմսերի վավերացումները ըստ օրվա ժամերի, այսինքն այս հաշվետվությունը պիկերի ներկայացումն է, առավել ակտիվ է 8-ից 8:30 ընկած հատվածը, որպես առավոտյան պիկ, եւ 6-ից 6:30 կամ 18:00-ից 18:30 ընկած հատվածը, այստեղ մենք տարանջատել ենք աշխատանքային օրեր եւ ոչ աշխատանքային օրեր, քանի որ գրաֆիկը տարբերվում էր եւ ոչ աշխատանքային օրերի պիկը դա 15:00-ից 15:30 ընկած ժամանակահատվածում է։ Հաջորդիվ կուզեի ներկայացնել տոմսային կրիչների կիրառությունը, այս շուրջ 20 միլիոն վավերացումները իրականացված 3 տոմսային կրիչների տեսակներով բաշխված է հետևյալ կերպ, 3 միլիոն 102 հազարից ավել միայն բանկային քարտով գործարքներն են, տրանսպորտային քարտով գործարքները 1 միլիոն 701 հազար 908 եւ QR կոդ կրիչով, որը եւ բջջային հավելվածի եւ թղթային QR կրիչի միջոցով իրականացվածն է, որը 75% է կազմում եւ բանկային քարտը 16, տրանսպորտային քարտը 9։ Մյուսը արդեն երթուղիների, առավել պոպուլյար երթուղիների վերաբերյալ հաշվետվություններն են, եթե շատ չմանրամասնեմ, զուտ մի քանիսը նշեմ, առավել պոպուլյար երթուղի ավտոբուսներում համարվում է առաջի համարը, երրորդ համարը, 97-ը, 99 եւ այլն։ Մետրոպոլիտենի կայարանների մասով սա արդեն հայտնի փաստ է, բարեկամություն, երիտասարդական, հանրապետության հրապարակ եւ Գարեգին Նժդե, սրանք առավել պոպուլյար կայարաններն են եւ տրոլեյբուսի մասով 10 համար, երկրորդ համար։ Այսքանը։ Շատ լավ, շնորհակալություն, կարծում եմ այս տվյալները մեզ տալիս են հնարավորություն վերլուծական որոշակի եզրակացություններ ունենալ եւ մասնավորապես երթուղիների վերադասավորումներ կազմակերպել, նույնիսկ մինչեւ ամբողջական 250 18 մետրանոց ավտոբուսների գնումը, կարծում եմ սա մեզ հնարավորություն է տալիս հաշվի առնելով տարբեր գծերի ծանրաբեռնվածությունը որոշակի վերադասավորումներ կազմակերպել եւ ավելի թեր բեռնված գծերից ավելի բեռնված գծեր որոշակի շարժակազմի տեղափոխություններ իրականացնել, կարծում շատ օգտակար տեղեկատվություն է, պարոն Հարությունյան, եւ նաեւ մեր Yandex-ի գործընկերներից ակնկալում ենք որոշակի կրկին վերլուծական ինֆորմացիա, որը որ գիտեմ որ ընթացքի մեջ է, եւ այդ տվյալները նույնպես մեզ էականորեն կօգնեն հենց այդ աշխատանքի համար։